Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, ձեր անմոռանալի հանգիստը Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ, բացօթյա եւ փակ լողավազաններ, ջեկուզի, հանքային տաք բուժիչ ջուր, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան եւ խոհանոց։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Ընտանիքներից մեկում շատ պրակտիկ ամուսինը խանդի հողի վրա կարողացավ տուն կառուցել։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Այսօր շատ յուրահատուկ հաղորդում է լինելու, որովհետև շատ գեղեցիկ հյուր ունենք այսօր։ Բայց իհարկե դրա մասին քիչ ուշ դուք անհամբեր սպասում եք 5 շաբթի երեկոյան 10:30, որպեսզի դիտեք Armenian Evening հաղորդաշարը, մենք նախապատրաստվում ենք, դուրս են գալի եթեր, դուք այդ կողմից նայում եք մեզ եւ մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում է այդ մարդկանց եւ վերադարձնում լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նմանատիպ խնդիր, ապա հավատացեք 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, մի հրաշալի վայրում է գտնվում այս հյուրանոցային համալիրը եւ ինչ ամենակարևորն է, միայն այստեղ դուք կարող եք օգտվել լողավազաններից տաք հանքային ջրով։ Տաք ջուր է, մենք հիշում ենք, չէ՞, տաք ջուր, այ տաք ջուր նաեւ այստեղ կա։ Այնպես որ զանգարեք, ամրագրեք ձեր տեղը եւ անպայման անցկացրեք ձեր հանգիստ այս հիշարժան վայրում, հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց 76%-ը, իսկ կանանց 59%-ը անկողնում մտածում են իրենց նախկինների մասին։ Իդեպ կանայք մտածում են տղամարդկանց նախկինների, իսկ տղամարդիկ կանանց։ Երկու ուկրաինացի հագուստի տակ թաքցրած 1.400.000 դոլարով փորձել են հատել Ռումինիայի սահմանը։ Այն հարցին ուր էին ուզում տանեին այդքան գումարը, ուկրաինացիք պատասխանեցին. տանը դնելու տեղ չկար։ Սիրելի հեռուստադիտողներ, մի քանի վայրկյանից արդեն սիրով կմիանանք եւ կներկայացնեմ մեր հյուրին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրն է սիրված երգչուհի, գեղեցկուհի, շատ լավ մարդ Անչոկը։ Անչոկ ջան, բարի երեկո։ Բարի երեկո։ Դες ես չասեցի Աննա Աղաջանյան, որովհետև Անչոկ։ Դենց պետք չէ։ Պետք չէ։ Ինչպես ես։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հրավերքը չմերժելու համար եւ այսօր կարծում եմ էլի շատ հետաքրքիր հարցազրույց կունենանք։ Շատ հաճելի էր, որ ինձ հրավիրեցիք, վերջապես։ Այո, վերջապես։ Իդեպ մենք մի քանի հաղորդում առաջ, երբ Նարի Հարությունյանն մեր հյուրն էր, մի քիչ բամբասեցինք իհարկե։ Ես որովհետեւ գիտեմ դուք շատ մտերիմ ընկերներ եք, ընկերուհիներ, կյանքի ընկեր, Նարին նշեց։ Այնպես որ իսկ հիմա արդեն խոսենք նաև գործընկեր։ Այո, դե անպայման դրա մասին իհարկե խոսելու ենք։ Անչոկ ջան, արի մի քիչ սկսենք ամենահնից պարտադիր ես մեր հյուրերի հետ անպայման հարցը ուզում եմ պարզել, ինչից է սկսվի ամեն ինչ, եւ գիտես, պարզում է, որ առհասարակ
երկիչները, երգչուները, դերասան միշտ մի հոգի ունեցել են, ով դրթել է իրանց փոքրուց։ Հիմա քո դեպքում ով էր եղել առաջին Դրդապատճառն ես ուզում իմ։ Հա, երևի հայրդ, հա, հայրդ եղել է երաժիշտ, եթե չեմ սխալվում, թե ոչ։ Հայրս եղել է շատ կարճ ժամանակ երաժիշտ, բայց ինքը հակառակը, ինքը շատ դեմ էր։ Ահա, ինչու՞, որովհետև այդ դա հետաքրքիր էր, որովհետև սովորաբար Այն ժամանակ ես սկզբից պատմեմ, որ ինչ որ դպրոցներում ես սովորում էի Պուշկինի Աման միջնակարգ դպրոցում եւ մեր դպրոց ամեն ամիս խումբեր էին գալիս, թատերական խումբ, որ ընդունում էին։ Ես պարտադիր ամենտեղ ընդունվում էի, հետո գնում էի պարտադիր լողի, ես լողորդ էի ուզում դառնալ։ Դաշնամուրը պարտադիր էր, 15 օր դաշնամուրի էի ես գնում, ես որոշում էի դաշնակահարուի դառնալ, թատրոնի դերասանուի դառնալ, ու տենց 15 օր էր տևում։ Անգամ ես փոքր ժամանակ շատ չաղ եմ եղել, չգիտեմ հայերեն ոնց է ֆիգուրնա կատանյա։ Գեղա կարծեմ դա արի հենց ֆիգուրն է կատանյա։ Ֆիգուրն է կատանյա։ Ես լացելով մամայից խնդրել եմ, որ ինձ անպայման պետքա տանի, ես պետքա ֆիգուրիստ լինեմ։ Բայց մենք ունենք այն ժամանակ, այսինքն այդ սպորտաձևի Չեմ հիշում եմ ինչ որ միտեղ տարավ թե բալնի տանց։ Որտեվ կարծեմ ինչ որ համալիրում ինչ որ մի բան կա։ Հայ։ Ասեցին, որ ես բացարձակ կապ չունեմ սպորտաձևի հետ, որովհետև անտանելի չաղ է, բայց ես լացում էի ուզում էի մամաս ասում էր 10 օր, ինքը 10 օր կգա ու էլ չի գա, դե բնականաբար էլ չգնաց, երբ որ ես որոշեցի եկավ Նաիրը Գյուրջինյանը մեր դպրոց եւ հավաքում էր խումբ ջազ պոպ երգչախումբ, որտեղ պետքա երգեին միայն աղջիկներ, ես գնացի ընդունվեցի, պապան եկավ տուն, ասեց մնում էր իմ աղջիկը երգչուհի լիներ, որովհետև այն ժամանակ պարտադիր էր սովորելը, ուսումը եւ պարտադիր դու պետքա համալսարան կամ պոլիտեխնիկի սովորեիր, դրանից այն կողմ այդ դիպլոմը պարտադիր էր։ Իսկ երաժշտական միայն կոնսերվատորիաներ, որը որ կլասիկա էր, այսինքն էստրադային բաժին չկար։ Բնականաբար ստացվում էր այնց, որ ես չկարողանայի սովորեի։ Եվ բնականաբար պապան դեմ էր, չի լինի տենց ոնց կլինի։ Իմ աղջիկը առանց դիպլոմ մամաս ասեց հանգստացի 10 օր կգնա կերքի ու էլ չի ուզենա երգին ու այդ 10 օրը Ահա, այդ 10 օրը տևեց, այո, մի ամբողջ կյանք, փաստորեն սկսեցիր, իսկ հետո ինչպես ընդունեց, այնուամենայնիվ համաձայնվեց հայրիկդ։ Շատ լավ, եւ բայց ինչը դա գրավեց, որովհետեւ տես, փաստորեն դու լող, յուրաքանչյուր սպորտաձև ամեն ինչտեղ գնացել ես, բայց ֆուտբոլ էլ ես գնացել։ Ինչ, որ դիրքում էիր խաղում։ Սմա գնդակի։ Այդ գերի Շատ լավ։ Լավ, բայց այնուամենայնիվ իհարկե գտար քեզ երկարվեստում։ Շատ լավ։ Եվ հետո շարունակությունը իհարկե տեղ ունեցավ, փաստորեն եթե ոչ կոնսերվատորը, այնուամենայնիվ եթե ես չեմ սխալվում, պետական ջազային քոլեջներ, չէ՞։ Եվ դու քեզ դասավանդել է Էլվինա Մակարյանը։ Այո։ Ահա, այսինքն դե ես կարծում եմ յուրաքանչյուր իհարկե կցանկանար, որպեսզի Ինձ համար, երբ որ ես մտա քննության ու ժյուրիում նստած էին Էլվինան Մակարյան, Էռնան Յուզբաշյան, Սյուզան Մարգարյան, որոնք որ պետքա դասավանդեին հետագայում, դե բոլորին շատ սիրում էի, շատ, բայց ինձ համար տենց ավելի մտերիմ էր Էլվինան, ու ես նենց էի ուզում, ասում էին ինքը չի վերցնում, 1-2 հոգի վերցնի թե չէ, լինում է տարի, որ չի վերցնում, երևի ես այնքան էի երազում, որ անպայման իր մոտ պետքա լինեմ, որ ինքը ինձ ընտրեց, ու երևի ես իմ հնարավորությունները այնքան սենց փորձեցի ցույց տալ, ինքը ինձ ընտրեց, երբ որ գնացի առաջի դասին, ինքը ինձ լսեց, ասեց, որ դու սենց քննություն հանձնիր, ես քեզ չէի վերցնի։ Բայց իսկ ինչ ասիկն դե հուզված էր երևի։ Քննությանը ես սենց ամեն հնարավոր, ինքը անպայման ինձ պետք է ընտրի, բայց որ արդեն ընտրել էր, արդեն շատ լավ։ Անչոք ջան, մի էսպիսի հարց, դու լինելով հանրային մարդ, ես նկատել եմ, որ այնուամենայնիվ ինքդ լինելով հանրային մարդ, որոշակի առումով այդքան էլ ունենալով իհարկե քո լսարանը, բայց շատ չես ձգտում, հա, քեզ ցույց տալ։ Այսինքն մարդիկ կա, որ հաց են ուտում, այսինքն ինչ հասես անում են, իրանք պետք է անպայման Instagram-ում հայտնվի կա, Facebook-ում, քո դեպքում պրակտիկապես այդպես չի, այսինքն դու
Դե չեմ հիշում վերջի անգամ ինչ ես դրել։ Ոչ մի բան։ Այսինքն չես ուզում քեզ ցույց տաս, թե ավելի հանգիստ ես ուզում, որովհետև դե որոշակի առումով իհարկե հանրային մարդը պետք է շարժվի որոշ կանոններով։ Դու այսինքն այդ կանոնների դեմ ես։ Ինչու։ Ես չեմ կարող ասեմ, որ ես դեմ եմ, ես հասկանում եմ, որ դա նորմալ է, որ դա այսօր գրավականը, որ պետք է լինի, բայց նախ իմ մոտ առաջին հերթին չի ստացվում։ Հիմա նենց չլինի, ես ասեմ, ու այդ այնքան վատ բան է, որ ես չեմ անում։ Իմ մոտ ուղղակի չի ստացվում։ Չէ, հիմա սկսենք դրանից, որ ես չեմ կարողանում։ Դա անկեղծ չի լինում։ Եթե ես դնեմ ու փորձեմ ինչ-որ բան անել, շատ ծիծաղալու է լինել։ Չէ, օրինակ դու հիմա իհարկե մենք խոսենք անպայման լա շանսոն ակումբի մասին, մի հրաշալի բառ է, որտեղ դու ինքդ այսինքն որպես եւ հիմնադիր եւ այնտեղ կարող ես օրինակ երգելուց կամ ինչ-որ շատ մարդիկ են գալի հետաքրքիր հյուրերն են շատ ճանաչված գալի նկարներ որոշակի դնել, այսինքն տեղադրել, բայց դու դա չես ստայլ չես անում։ Երբ որ ես միշտ ասում եմ ինձ չմոռանաք նշել, որ ինձ նշում են, այդ ժամանակ ես կարողանում եմ։ Վերջ։ Այդ կարողանում եմ, բայց ինքս ինչ որ մի բան անեմ։ Այսինքն չէ։ Ես կարող եմ նենց բան անեմ, որ հետո Շատ լավ։ Շատ երկար փորձենք նենց անենք, որ ոչ մեկ չհիշի։ Շատ լավ։ Դե ամենայն դեպս, բայց այդ հարցում հիմա ուզում եի ասեի օրինակ Նարին քեզ օգնի, բայց ախր Նարին էլ այնպես չի որ չի որ, հա, ինքն էլ է այդպես։ Ինքն էլ այդպես չի, հա ինքը մեկ ու մեջ 1000-ից մեկ մի բան։ Շուների հետ կապված։ Շունիկների, այո։ Այ դեպ ինքը փոքրիկ շունիկով էր, ես իմացա որ դու ես, հա, տանը։ Արդեն երկու։ Երկուս, այսինքն երկու։ Մի հատ էլ փոջուր աղջիկ ունեմ։ Տղա աղջիկ։ Տղա աղջիկ։ Հա, դե որտեղ մենակ չլինեն, թե։ Հա։ Հա։ Որ մենակ չլինեն։ Հեշտ է երկուսին պահելը։ Չեն խանդում օրինակ մեկումսին։ Խանդում են։ Խանդում են։ Խանդում են շատ, ես նո աշխատում եմ նենց անեմ, որ շատ չլինի այդ խանդը, բայց սիրում էլ են։ Իրանք երեքով, որտեղ Նարի, իրանք միշտ երեքով են լինում։ Երկու տղա են, մի աղջիկ, նո աղջիկը ասեմ քեզ, աղջիկը մի աղջիկ է, աղջիկը շատ սենց ինքը, որտեղ է արդեն փոկում է իրանց մազերը ամբողջ օրը։ Դե դա նորմալ է, դե կյանքում էլ է այդպես, այնպես որ այս առումով շատ չեն տարբերվում իհարկե իրենց մարդկանց Ինչ էիր ուզում։ Հա, ինքը տենց շատ Շատ լավ, Անչոք ջան, եւ Փաստորեն քոլեջը ավարտելուց հետո արդեն սկսեցիր ստեղծագործել եւ այլ, ես Քոլեջը ավարտելուց հետո ես դասավանդում էի քոլեջում։ Օ, դու մնացիր դասավանդելու։ 16 տարի դասավանդում էի։ 16 տարի դասավանդել ես։ Հա, իմ հիշելով է, Դու դասախոս։ Այո։ Իսկ հեշտ էր դասախոսություն, ընդ քննությունը դնում էր օրինակ, եթե մեկը լավ չէր անում, թե ասում էր դե չէր կարող։ Եղել է, բայց որ կտրել ես, թե տպը չի ելել։ Չէ, որ ես կտրեմ չէ։ Բա, տեսնում եք։ Բայց լավ, արի սենց մի հատ սենց իրավիճակ տեսնենք, որ դե ես իհարկե չեմ պատկերացնում ոնց կարող է մարդ ընդունվել, հա, տվյալ Պարագայում ջազային քոլեջ պետական եւ չսովորի, չերքի, ինչի համար ընդունվել։ Հա, իմաստը որն է երգ։ Սիրում են երաժշտություն, լինում է որ չեն ունենում այդ տվյալները, լինում է որ կարողանում են ավելի ոնց որ զարգացնել, լինում է որ չի ստացվում, բայց սիրում են ամեն դեպքում երաժշտությունը սիրելով են։ Դա երգել էլի տվյալ, բայց այնուամենայնիվ ինչ որ մեկը չի սովորում եւ այլ, ու տենց միևնույնն է դրվում էր։ Չի լինում որ չսովորի, ուղղակի լինում է որ չի կարող ավելին։ Դե համենայն դեպս իհարկե մենք իհարկե այն ժամանակ մի քիչ ուրիշ էր, բայց հիմա այն ժամանակում ենք ապրում, ժամանակաշրջանում, որ անգամ եթե դասախոսը քննությունը կտրվի այդ ինքը մեկա երկիչի մավասես երկում է, կվեսնի Հետո ես ասեմ, ես չէի կտրում, բայց կտրողներ կային, հենց կտրվում էին։ Եթե պիտի կտրվեր, կտրվում։ Բայց քո անունը դուրս չգա էլի, քո անունը դուրս չգա, շատ լավ։ Եվ մինչ իհարկե ես ուզում եմ անպայման մենք խոսենք, որովհետև քո առաջին ներկայանալը, հա, եղավ քո ձայնած սկավառակով, չէ՞, թե չեմ 2010 թվականն էր։ Ինչու։ 2010 չէ։ 10 չէր։ Չէ, 2008։ 2008։ Ինչու։ Ինչու այդ անունն էր, չէ՞, ինչու, եթե չեմ, չէ՞ հիշում։ Բայց արդեն դրանից հետո, այսինքն դու դասավանդում ես եւ նաեւ Արդեն այդ ժամ, չէ, դասավանդում եմ։ Արդեն դասավանդում եմ։
Լավ, հիմա այդ ամենի հետ մեկտեղ արդեն իհարկե երգում էր, սիրված երգչուհի եւ այլ, բայց որոշեցիր այնուամենայնիվ մի քիչ որոշել փորձել նաեւ բիզնեսում այս ամենը, չէ՞, թե չեմ սխալվում։ Նախ ինչու եւ ես ուզում եմ անպայման նաեւ մեր հեռուստադիտողներին ասել, որ Անչոկը Նարի հետ չէ միասին Երևանում բացեցին մի շատ հրաշալի ակումբ, որը կոչվում էր հենց այդպես Շանսոն ակումբ, որտեղ շատ արագ դարձավ սիրված վայր, ինչու, որովհետև մենք առհասարակ մենք հայերս մենք սիրում ենք այդ երաժշտությունը, տենց չի որ մեզ դա ավելի մոտիկ է, հա, շանսոն ոճը, տվյալ պարագայում ինքը լինի բլատնոյ, հա, այսպես ասեմ, կամ կավկասկի շանսոն, մի խոսքով այդ ամենը մեզ բավականին մոտ է եւ շատ արագ սիրվեց այդ վայրը, դարձավ ակումբ շատ եւ շատ ճանաչված, պահանջված, նախ ինչ գաղափարը, որովհետեւ մարդը դասավանդում է, դասախոս է իր համար, կտրում է բոլորը, չի կտրում բոլորին, այսինքն աշխատավարձով, չոր աշխատավարձով ապրում է, մեկ էլ հոպ, եկեք ակումբ բացենք։ Նայ, նու սուտ մի քիչ կլինի, որ ասեմ, որ ես աշխատավարձով էի ապրում, որովհետեւ հա, բան ասեցի, որտեղ ես հումորը հասկացա, բայց ամեն դեպքում բացատրեմ, որ այդ ընթացքում ես աշխատում էի նաև օպերա ակումբներ են ժամանակ ես երգում էի, նաև համերգներ էր շատ այն ժամանակ շատ ակտիվ էր այդ կյանքը, այսինքն համերգներ կային եւ դրսում եւ ներսում ամենտեղ նո աշխարհը մի քիչ ուրիշ տեսակ էր պատտվում։ Հետաքրքրություններ կային, երաժշտության նկատմամբ ուրիշ վերաբերում լավ էր երևի ամեն ինչ։ Բնականաբար, որտեղ ավելի անհոգ էին մարդիկ եւ ավելի այդ երաժշտությունը լսողները ավելի շատ էին, ավելի գնահատականը ուրիշ էր։ Բայց երբ որ դու աշխատում ես ուրիշ ակումբներում, միշտ այդ միտքը կա, որ ես ունենամ բոլոր սխալները նկատելով եւ երբ որ քեզ մի բան դուր չի գալի, միշտ մտածում եմ, որ ես եթե ունենամ, ինչ տեսակ ինքը կլինի։ Դրա համար այդ միտքը միշտ տենց եղել է, ուղղակի երբեք չեմ պատկերացրել, թե ոնց կարամ իրան արդեն աշխատանքի մեջ տեսնեմ ու իրականացնեմ։ Բայց լավ, այնուամենայնիվ դա այսպես չի որ հոպ մեկ էլ տենց որոշեցինք ակումբ, մեկ էլ վաղը բացեցինք ակումբ, նախ դա բնականաբար այսպես սկսած տարածքից վերջացրած այդ ամենով շատ բավականին լուրջ աշխատանք է։ Ինչու՞ մեր հաջողությունը նրանում էր երևի ձեր տաղանդի, երբ որ դուք ինքներդ եք երգչու, այսինքն դուք գիտեք Ինքը շատ կարևոր է, երբ որ դու քո բիզնեսի մեջ ոչ միայն օբյեկտի տերն ես, այլ ինքդ աշխատում ես ու ինքդ հասկանում ես ու ինքդ սրտացավ ես ու ինքդ գիտես ինչա պետք։ Երևանում ոնց դա ստացվեց, մենք մի 2 ամիս չէինք աշխատում, ոչ ես, ոչ Նարին։ Քո ասած 4 աշխատում ենք դուրս էինք եկել ակումբներից եւ չէինք աշխատում։ Ու մտածում ենք, թե ինչ պետք է անենք։ Եվ այդ ժամանակ մեզ շատ մոտիկ հարազատ ընկեր ասեց, որ տարածք ունի ու չգիտի ինչ անի, ինչ կարող ենք մենք անել։ Ես ասի, ես ինչը որ կարամ առաջարկեմ, դա շանսոնն է։ Ինչ է շանսոն, էդ էլ բացատրեմ, որովհետև երբ որ ես տարիներ շարունակ օպերայում երգում եմ, ոնց որ տենց կոպիտ ասած անունս դուրս էր եկել, ասում էին շանսոնի Անչոկը։ Եվ բոլորը այդտենց էին ճանաչում։ Դրա համար որոշվեց ու ինքը այնքան աստղով եղավ, տենց են չի ասում, ոնց որ առաջին օրվանից առանց ռեկլամ, մենք ռեկլամները անջատեցինք, որտեղ տեղ չունեինք, մեզ մոտ գալիս էին ու գալիս էին, ու ինքը հենց առաջի օրվանից աշխատեց, բնականաբար ընթացքում մենք շտկում էինք մեր սխալները, աշխատում էինք ավելի շատ, փորձում էինք անել ավելի այն տեսակ, որին որ կհասնեինք, ընթացքում կիդեալացնենք այդ ամեն ինչը եւ այդպես էլ բացվեց։ Բայց ինքը փաստորեն այդպես բավականին հաջողված սկսեցիք աշխատել, շարունակեցիք, բայց այնուամենայնիվ եկավ մի պա, երբ արդեն պետքա ինչ են անում մարդիկ, հա, երբ հաջողված բիզնես է լինում, մի հատ էլ են ստեղ, մի հատ էլ են բացում, հետո մի հատ էլ են բացում, տենց բացում են։ Ձեր դեպքում այնուամենայնիվ այդպես չեղավ եւ քրտ փակեցիք, հա, ակումբը եւ տեղափոխություն դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ես հիշում եմ, մենք Հայաստանում երբ միասին մի հաղորդման, հա, հանդիպում էինք, ես
հիշում եմ ես քեզ հարց տվեցի, որ դու ինչ որ մի հարցազրույցներից մեկում դու ասիր ես ամաչում եմ, եթե պետքա մեկնեմ Միացյալ Նահանգներ, հա, մոտավորապես այսպիսի բաներ։ Մոտավորապես եմ ես ասում, հիմա չեմ հիշում, բայց այնուամենայնիվ կլքեմ իմ հայրենիքը, չէի պատկերացնում։ Այո, չէի պատկերացնում, բայց այնուամենայնիվ դա եղավ։ Գիտես, դե հիմա յուրաքանչյուր մարդ, ես կարծում եմ առհասարակ յուրաքանչյուր մարդ ինքն է կայացնում որոշում իր կյանքի, որն է իրեն լավ, որն է իրեն պետք։ Դրա համար եթե այդպես պետք էր, ուրեմն այդպես ճիշտ էր։ Ամենայն դեպս, բայց մի քիչ ափսոսանք չէր զգում, որ այդ ստեղծածը թողում ես ու շատ նախ ես իմ քաղաքում ես ամեն կոպիտ ասած ծառը, ճյուղը, թուփը ես գիտեի բոլոր մարդկանց, ճանաչում էի, չկար մի մարդ, որ ես չճանաչեի, կապ չունի մեր հարևանը, հարևանի երեխեն, դիմացի բակը, չգիտեմ որ դպրոցը, երրորդ մուտք, չորրորդ հարկ, то есть դու քո քաղաքում այդ քո տունն է։ Քո տունն է։ Բնականաբար որ շատ ուստեղ խնդիրը բիզնեսը չի, խնդիրը աշխատանքը չի, աշխատանք, եթե մարդ աշխատող է, եթե մարդ չի սիրում տեղում նստել, դու միշտ էլ կաշխատես, բայց այդ ամեն ինչը իհարկե ահավոր ցավոտեր ու ափսոսեր։ Ափսոսեր, բայց այնուամենայնիվ արի հիմա տեղափոխություն։ Ես չեմ սիրում ափսոսալ երբեք, բայց չեմ կարող չասել, որ չի լինում։ Իմ ողջ կյանքի կեսը ես ապրել եմ սիրելով, չգիտեմ, այդ իմն է եղել։ Դու իհարկե, էլի քոնը մնացել է, դա չի հարցը, բայց ամենայն դեպս իրոք բացի նրանից, որ ապրել ես, նաև ստեղծել ես եւ արել ես եւ հոպ թողնում ես, բայց այնուամենայնիվ տեղափոխություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նարի դեպքում մենք որ խոսում ենք, Նարին ասեց օրինակ ես շատ հեշտ այսպես ինտեգրվեցի, որովհետեւ ընկերներ ունեն ինձ շատ օգնեցին եւ այլ, քո դեպքում ոնց էր էլի հեշտ։ Իմը ավելի հեշտ է։ Դու եկա չեք Որտեւ ես բնավորությամբ շատ հեշտ եմ։ Ես եթե գիտեմ, որ ինչ որ մի բան պետք է անեմ, ես չեմ մտածում ինքը դժվար է ինչա լինելու, ես պիտի անեմ, եթե ես պիտի անեմ, ուրեմն ինձ դա պետքա Ես աշխատում եմ ամեն ինչի մեջ ինչ երջանիկ զգամ։ Եթե ես այդ երջանկությունը չզգամ, ինձ համար շատ դժվար կլինի։ Շատ լավ, բայց արի մի քիչ այլ տեսանկյունից հա, այս հարցին մոտենանք։ Եթե ինչ որ մի բան դու անում ես, որը դե եկամտաբեր է, բայց ինքը այնուամենայնիվ երջանկություն չի բերում։ Դա կանես թե ոչ։ Ժամանակավոր կանեմ։ Պետք է անես, այսինքն պետք է անեմ նախ որովհետև ես մենակ չեմ, սկսենք նրանից, որ ես այնպես չի, որ ես մենակ եմ, ինչ որ մի բան ջուր կխմեմ ու օքեյ, ես ունեմ բալիկ, որը պետք է մտածեմ։ Բայց երկար չեմ անի։ Ես չեմ անգամ եթե շատ գումարի դեպքում ես դա երկար չեմ կարողանա անել։ Ես մեկա տեղ կգտնեմ, որ պետքա Դե դա այդ ամենը եղավ, որովհետև փաստորեն եկար այստեղ եւ շարունակեցիր քո աշխատանքը, բայց այնուամենայնիվ միևնույնն է չկարողացար հանգիստ մնալ, ասեցիր, չէ, այստեղ էլ պետք է շանսոնակոն։ Ես ասեմ ավելին, երբ որ ես եկա Ամերիկա, ես դեռ չունեի ոչ մի թուղթ, նոր էի մտել Ամերիկա։ Ես հենց այդ ժամանակ բացեցի Շանսոն Corporation-ը։ Օ, բացեցիր այստեղ։ Բացեցի ոչ իմ անունով, իմ մտերիմ ընկերու անունով, որ այստեղ ապրում է, որպեսզի ինքը լինի, այսինքն ուրիշ ոչ մեկ չկարողանա։ Այսինքն մտադրված դու եկել ես, որ այս ակումբը պետք է լինի։ Մի օր, դա կլինի մի տարի հետո, թե քանի տարի հետո, բայց լինելու է այդ օրը։ Եվ այնուամենայնիվ բացվեց արդեն 3 տարի, 2 տարի, 3։ Երրորդն է։ Երրորդ տարին արդեն բացվեց La Chanson, հրաշալի մի ակումբ Գլենդել քաղաքում, որը շատ արագ իհարկե նույնպես շատ սիրվեց եւ էլի այսօր արդեն կարելի է ասել, որ սիրված եւ լավագույն վայրերից մեկն է, իդեպ ոչ միայն ես ասեմ քեզ, ոչ միայն մեր հայրի կողմից, որովհետեւ ես շատ օտար երկրացի, դա բնականաբար չենք խոսում այն մարդկանց մասին ռուսների, որոնք լսում են այդ երգերը, ռուսական նաեւ օտար երկրացիներ, որովհետեւ շատ լավ երգիչներ են, շատ լավ միջավայր է եւ ես անպայման դա նշում շատ համեղ է, համով գալիս ուտում ես։ Բայց լավ, այնուամենայնիվ Անչուկ ջան, դե նա Երևանն էր, մեր քաղաքն է, մեր հարազատ վայրն է, որտեղ ծնվել, մեծացել ենք, դե որոշակի առումով ամեն ինչ ուղնոցուցերը գիտենք, որոշակի առումով հասկանում ենք բացելը, բայց ըստեղ դա սկսած, արի մի քիչ ոնց այսինքն այդ ռիսկը պետք է համարձակություն ունենա։ Նախ եւ առաջ մենք ունենք պարտնյոր, որը որ
Դե հասկանալի է, էլի այնտեղ էլ մենք ավելի հանգիստ էինք, որ կամ մարդ, որ մեզ օգնում է, որ այստեղ է ապրում եւ որ շատ գիտի, որ շատ ունեցել է այդ տեսակի բիզնեսներ, որ մեզ կօգնի զուտ հասկանալու մենտալիտետը։ Այստեղի մենտալիտետը շատ լավ, բայց տարածքը վերջը, հա, այսինքն տարածք սկսած տարածքից ինքը դե գիտես, այդտեղ անհամեմատ է այդ ամեն ինչ էլի, ինչ որ կապված է մեզ մոտ։ Ինքը վախենալու է թվում։ Այո։ Բնականաբար վախենալու է, բայց գիտես, երբ որ վախենաս, պետքա ոչ մի բան չանես։ Դա համամիտ է։ Ես ինձ ասեմ, մենք արեցինք, մեզ մոտ ստացվեց։ Շատ քիչ մարդիկ էին հավատում, որ կստացվի, զուտ ասում էին, որ դա այստեղ Ամերիկայում չի անցնի, որովհետև այստեղ սովոր չեն, այստեղ մի քիչ ուրիշ տեսակ է այդ բիզնեսը, բայց մենք արեցինք, մեզ մոտ ստացվեց ու լավ ստացվեց։ Ես չգիտեմ, սիրում են այստեղ։ Այո, սիրում են, ես գիտես ինչ եմ նաև նկատել։ Երևի անգամ կասեմ, որ պակաս կար դրա։ Ես նաև գիտես ինչ եմ, մի քիչ ավելացնելով, հա, այս քո ասածը, մի քիչ ավելացնեմ պարզապես, գիտես, շատ եմ նկատել, որ այ ասեցիր, որ ոչ մեկ չէր հավատում, ասում են ինչների տա պետք։ Այստեղ, նու մեծ մասամբ, հա, մոտավորապես 70-80%-ի դեպքում, երբ ինչ որ դու մի բան ուզում ես անես, դու միշտ լսում ես, այո, դու չէ, աստե տենց բան չկա, չի աշխատի եւ այլ, այսինքն առաջի ռեակցիան, առաջի արձագանքը մարդկանց, որ չէ, այստեղ դա չի լինի։ Եվ դա բնականաբար որոշակի մարդկանց իհարկե կոտրում է, դա որոշ մարդիկ իհարկե չեն լսում, շարունակում են։ Նույնն էլ փաստորեն երևի ձեր դեպքում եղել, որ այո, կոտրվողներից չէ եւ այսօր, այո, սիրելի հերոստատիտողներ, լա շանսոնակում կարող եք երոք այցելել, որովհետեւ շատ լավ երգիչներ, հրաշալի միջավայր եւ արդեն այսպես աշխատող, լավ եւ ամենակարևորը գրավականը ես կարծում եմ, որ մենք անդադար փորձում ենք նորացնել, այո։ Աճել, հա։ Դե համենայն դեպս երկերի օրինակ տեսանկյունից երկերի ինքը տարբերվող է բնականաբար։ Տարբերվող է եւ անդադար վերափոխվում է, նորացվում է, ոչ թե երկիչների կազմը, այլ ծրագրերը անընդհատ աշխատում են, երկիչները անդադար աշխատում են նորացնելու, փոփոխելու։ Եվ Անչոք ջան, մինչ անցնել է մեր հաղորդման երկրորդ էջին, նաև դու քիչ առաջ խոսեցիր իհարկե, որ դու մենակ չես, որովհետև դու այդ մի հատ հաց ու ջրով չէ։ Զորապ արդեն քան տարեկան է, 17 տարեկան։ Իսկ ինքը արդեն ներգրավվածություն ունի կամ երգի կամ բիզնեսի, թե ինքը իր մոտ այն տարիքն է, ես իմ նման շատ չեմ ուզում հիմա լսի, բայց ինքը շատ Ինքը շատ իմ նման էինք, ամեն ինչ ուզում եմ նվագել, մի անգամից այդ երաժշտական գործիքը լինում է, ինքը փորձում է նվագել, հետո ասում է 10 օր հոգնում է, հա, փոխում է։ Ինքը ուզում է երգել, ինքը փորձում է երգել։ Այդ ամեն ինչը արդեն փորձել է, բայց առայժմ դեռ փնտրտուքների մեջ է։ Դեռ մանա գալիս իրան։ Դե ամենայն դեպս դեռ իհարկե երիտասարդ է, բայց կարծում եմ մայրիկին անպայման կօգնի։ Եթե երկարվեստը իրենը չուրեմ պետք է երկարվեստով, բայց գուցե այո։ Երբեք ինքը ինչ որ ուզենա դա պետք է լինի։ Անպայման ուրեմն իրեն հաստատ կգտնի եւ ինչու ոչ քեզ վաղամեսօր իհարկե կօգնի։ Շատ հարցերում, որովհետեւ այդտեն չի որ ձեր ուսերին երկու նարի հետ միասին այսեն ծանր տանում եք։ Շատ լավ։ Անչոք ջան, խնդրեմ անցնենք մեր երկրորդ էջին հաղորդման։ Մի փոքրիկ մենք խաղենք։ Դու արդեն ծանոթ ես այդ խաղին։ Մենք միասին իհարկե լսելու ենք երգի հատվածներ։ Այդ երգերն է որ պեղած է։ Հա։ Ես քեզ խնդրում եմ ուշադրություն չես դարձնում առհասարակ, նախ դու ինքդ երգեր երբևէ ստեղծագործել ինքդ ա, թե այնուամենայնիվ չէ։ Երգ եմ ստեղծագործել եւ վերջ։ Համենայն դեպս, մենք ուշադրություն չենք դարձնում ով է երգում։ Մենք երգիչները բոլորը մեր ընկերներն են, մենք չենք խոսում դրա մասին։ Մենք պարզապես երգի բառերին ենք հետևում։ Ինչ պետք է անեմ, պետք է ընդհատվելու է երգը։ Հորինեմ թե։ Չէ, երգը ընդհատվելու է։ Ես 4 տարբերակ շարունակության քեզ ասելու եմ։ Մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Հասկացա։ Այսինքն օրինակ, ես քեզ տեսա, հոп ընդհատվեց երգը, հետո շարունակություն ասում եմ, սիրում եմ, եմ։ Դու պետք է ընտրես ճիշտ տարբերակը։ Պատրաստ ենք։ Շատ լավ։
Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, անչոքետ միասին արդեն անցնում ենք այսպես մեր թեթև հումորային կարելի ասել զվարճալի էջին, երկրորդ էջին եւ միասին մի րոպե, որ ճիշտ պատասխանեցի։ Որ ճիշտ պատասխանեցի, դու կհաղթես եւ անպայման շանսոն, լա շանսոն ակումբում կհայտարարես, որ դու հաղթել ես։ Վերջացա։ Դա քիչ բան չէ։ Շատ լավ բան է։ Հաղթանակը ամեն։ Այո, հետ կհաղթանակ է։ Խնդրեմ, պատրաստ ենք։ Եվ այսպես անչոքետ միասին սկսեցինք մեր խաղը եւ այս պայն լսում ենք առաջին երգի հատվածը։ Ուր կամ հերու, չէ, ուրիշ երգ է այս, ուրիշ երգ է։ Ուր որ կամ հերու ուր էլ որ ապրես, հայ ես դու, հիմա շարունակությունը։ Ուրեմն իմն ես դու, առաջ տարբերակ։ Հայ ես դու, ուրեմն լավն ես դու, երկրորդ տարբերակը։ Հայ ես դու, ուրեմն վերջն ես դու, երրորդ տարբերակը, եւ չորրորդը հայ ես դու, ուրեմն դեմք ես դու։ Գիտես 4-ն էլ դուրս է։ Հա, ինքնագլամ, իմն ես, լավն ես, վերջն ես, դեմք ես։ Բայց այնուամենայնիվ 4-ից մեկը պետք է ընտրենք։ Լավն ես դու արի ընտրենք։ Լավն ես, իսկ ինչու ոչ, իմն ես դու, ուրեմն իմն ես դու։ Հայ ես, ուրեմն հայ է դու։ Այ իմը, այսն ձեռներով այ իմը։ Չէ, ես քեզ չեմ կարող եւ լավն ես դու։ Դու գիտես ուզում ես խառնես։ Բացարձակ։ Մի հատ նորից սկիզբը կասես երկի։ Հայ ես դու, ուրեմն իմն ես դու։ Ուրեմն իմն ես դու։ 1 Հայ ես դու, ուրեմն լավն ես դու։ Դու էդ ասազում։ Բայց մած 3-4 կա։ Հայ ես դու, ուրեմն վերջն ես դու։ Եվ հայ ես դու, ուրեմն դեմք ես դու։ Նկատի որ այստեղ չկա 5-րդ տարբերակը, հայ ես դու ուրեմն տիպ ես դու։ Դու առաջինը չի սազում։ Չի սազում։ Իսկ տիպ ես դու։ Երկրորդն ու երրորդն է։ Տիպ ես դուն էլ կսազեր։ Տիպ ես դու, բայց դու Չի չես թողում իմ տարբերակը։ Ես թողում եմ, լավն ես դու։ Ուրեմն լավն ես դու, հա։ Սա ես ընտրում։ Հա։ Դե ոչ, առաջինը սխալվենք, հələ երկու տարբերակ ունենք դե։ Սուտ ես ասում։ Չէ, ես չեմ սուտ։ Հələ Հայ ես դու, ուրեմն լավն ես դու, այս տարբերակը ընտրեց անչոկը, մենք միասին իհարկե կլսենք ճիշտ տարբերակը եւ կանցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Հայ ես դու, ուրեմն լավն ես դու, այո, շատ ճիշտ, մի անգամից գուշակեց անչոկը եւ մի անգամից առաջ անցավ 1-0, պատրաստ ենք։ Ես պիտի կրեմ DVD։ Օ, այդ կա, DVD, ինչ ես DVD կար։ Այո, ես հիշում եմ շատ տարիներ առաջ 2005 թվականում, 20 տարի հա, մի հաղորդում էի անում օղի եթերում, երբ խաղարկում ենք DVD-ներ, ինչ որ սուպեր սիստեմ կար, իշում ես սուպեր սիստեմ, նոր հիշեցի, սուպեր սիստեմ։ Սարքը 1-0 անչոկը հաղթում է առայժմ եւ անչոկ ջան հիմա երկրորդ երգի հատվածը խնդրեմ լսենք Տես, ինքը ասում է քո աչքերը տանում են դեպի ձեր տուն, այնտեղ արդեն հետո էլ չենք ասում ինչերա ու կյանքս քեզ աստղեր կբերեմ Չէ Կյանքս իմ սերը նվիրեմ Կյանքս տես ինչեր քեզ կանեմ Վատը չէ Եվ չորրորդ տարբերակը կյանքս մռութս արևս հոգիս ջիգարս ընդուց հերիքա այդտենց Կարա լինի, բայց կարծում եմ այդ չէ։ Կարծում ես այդ չէ։ Չէ։ Շատ լավ։ Բա որն է։ Կյանքը։ Ախր պրիպևը չլսեցի, է։ Ուզում ես մի հատ լսենք։ Չէ, մեկա կտրեցիք այդ կյանքիցս Բա կտրեցիք։ կյանքիցս կտրեցի։ Մի հատ բան էր ուզում լսել, կյանքից կտրեցի։ Կյանքս էլ ասա։ Քեզ աստղեր կբերեմ։ Չէ, Կյանքս իմ սերը նվիրեմ։ իմ սերը նվիրեմ երևի։ Կյանքս տես ինչեր քեզ կանեմ։ Էդ էլ ասազում։ Եվ չորրորդը դե մռութս արևս։ Չէ։ Երկրորդը էլի։ Իմ սերը նվիրեմ։ Հա։
Կյանքս իմ սերը նվիրեմ։ Այսինքն քեզ աստղեր կբերեմ, չէ։ Ինքս կյանքս քեզ աստղեր կբերեմ, տանում է իրանց տուն, հետո պատուանը բացում է, տես աստղեր քեզ կբերեմ։ Բայց հետո մի ժամ ասում ասում յանի ինքը ես իմ դե տուն ա տանում, բանավերի։ Հա, բա տուն ա տանում։ Ինքը տուն ա տանում, պատուանը բացում է, կյանքս քեզ աստղեր կբերեմ, հետո 2 ժամ հետո փակում է պատուանը, ասում է լավ սուտ ասեց։ Իմ սերը նվիրեմ։ Իմ սերը նվիրեմ։ Այդ երկրորդը ինձ ոնց որ ստացվում է։ Հա, իսկ տես ինչ չերքես կանեմ, չէ, տես ինչ չերքես կանեմ։ Չէ։ Շատ լավ։ Չգիտես։ Հասկացա։ Նայած ինչ տոնայնության մեջ կար։ Շատ լավ։ Կյանքս իմ սերը նվիրեմ։ Այս տարբերակը ընտրեց Անչոկը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք վերջին 3-րդ եզրափակիչ երգին։ Ինքը տենց էլ ասում է։ Ինքը ասել է ինչ էր քեզ կանեմ, որ մուրազից հասնեմ։ Տենց էլ ասում է։ Այդ տոնայնության մեջ չէ, լավ։ Նպատակը սլած տղա է ինքը։ DVD-ին գնում է։ Այո, չէ, հələ չէ։ Հələ DVD-ի այդ բաներն մնա դիսկերը հələ կա։ Երրորդ տարբերակ ունենք եւ հիմա երրորդում կտեսնենք, կհաղթենք թե ոչ։ Պատրաստ ենք։ Եվ այսպես 1-1 սիրելի հեռուստադիտողներ եւ հիմա անցնում ենք երրորդ եզրափակիչ երգի հատվածին, խնդրեմ։ Yar can ari kes tanem, yar can ari kes sirem, yar can ari kes arnem, եւ yar can ari kes ծախեմ։ Տանեմ։ Ուր տանի։ Իրանց տուն։ Բա ինչի ոչ սիրեմ կամ առնեմ։ Yar can։ Կարող է yar այդ օրինակ ասում է, ուր ես գնում, գնում են իրանց տուն, ասում մի հատ մտնենք շուկա, համ տուն։ Yar can ari kes տանեմ, ավելի ասում։ Չէ, հասկացա, մի շտապ։ Նայ, տանեմ կա։ Yar can ari kes սիրեմ, չի կարող։ Կարա, բայց ավելի լավ է տուն տանի։ Լավ, իսկ տուն տանելուց այն որ մի հատ մտնեմ, ասում եմ что-нибудь купить к чаю, а обсекай հիմա Ռուսերեն ասում է մտնում է Yar can ari kes առնեմ, կարող է ինչ-որ մի բան պետք է առնի։ Դե տենց ոչ կա, Yar can ari kes առնեմ, նշանակում է քեզ առնեմ, այդ էլ չի լինի։ Խի, ինչ Դե չէ, Yar can ari kes Հա, առնեմ, այո, Փողտամ քեզ առնեմ։ Չէ, առանց փող, ինչի որ դասում ես Yarիս առա։ Չէ, առնելը դե փոխհարաբերական իմաստով։ Մենք ասում ենք, ես էս իմ Yarին առա։ Այդ չի նշանակում որ փող տվեցիր առա։ Հիմա դու ուզում ես ես DVD-ին չկրեմ։ Չէ, ես ուզում եմ որ ճիշտ տարբերակ ընտրենք։ Հելա հետո։ Ծախեմը չենք անում։ Ծախումը չենք անում, որտեվ դա ինչ շնորհք է։ Yarին ծախելը որն է, չհասկացա։ Ծախեք հետո տակից ոնց եք դուրս գալու։ Չգիտեմ։ Հա։ Այսօր մարդիկ առնում են, ոչ թե ծախում են։ Հետո են ծախում։ Հա, առնում ծախում են։ Տանեմ, սիրեմ, առնեմ։ Տանեմ, սիրեմ, առնեմ։ Ծախեմ։ Ծախումը դեր ինքը մի։ Հա, դրեցին։ Տանեմ, չէ։ Սիրեմ, առնեմ։ Չէ, տանեմ։ Բայց առնելն էլ է ինքը Yar can առնեմ։ Արի քեզ առնեմ, որ ինքը, այդ արի քեզ առնեմ։ Հա, բայց ինքը երկի Բա որոշակ սխալ եղավ, դու DVD-ին ինձ կտաս։ Եթե սխալ եղավ, ես քեզ DVD կտամ։ Որ շատ ճուզել։ Ես քեզ սուպեր սիստեմ կտամ։ Դա։ Պատրաստ ենք։ Տանեմ։ Yar can արի քեզ առնեմ։ Առնեմ, հա։ Առնեմ։ Ես չգիտեմ ճիշտ Դու էլ տարբերակը։ չգիտես։ Չէ, ես չգիտեմ։ Սուտը կասես։ Չէ, ես չգիտեմ։ Դե տես, նա Yar can արի քեզ տանեմ, ուր տանի։ Իրանց տուն։ Yar can արի քեզ սիրեմ, չէ, էլի չէ կարա սիրեմ։ Դե տենց, ես Հա, լավ, պրիմիտ։ Դե որը տենց, եթե տենց սիրեմ, չէ, ուրեմն Yar can-ը քեզ առնեմ։ Դա առնեմն էլ է մի քիչ սենց։ Հա, բայց ինքը երկի, որը Դու կպած ուզում ես առնեմ։ Ուրեմն առնեմ, լավ, մուրը քո գլուխը։ առնեմ։
Okay։ Յարջան արի Բայց քեզ հիշի, որ ասում էի տանեմ։ Այո, Յարջան արի քեզ առնեմ այս տարբերակ ընտրեց անչոկը, մենք հիմա կլսենք ճիշտ տարբերակը եւ ես կխնդրեմ, որպեսզի DVD-ն բերեն։ Առնեմ։ Ստուդիո։ Արի առնեմ, այո, այս տարբերակը դե դու ասացիր, որ պետք է հաղթեմ, որ պետք է հաղթեր։ Բայց այնուամենայնիվ որոշակի տրամաբանություն կար։ Դուրս եկավ, էլ չկա ոչ մի։ Անչոկը հաղթեց։ Անչոկ ջան, եւ մինչ մեր հաղորդման ավարտին անցնելը, հիմա կխնդրեմ մի քիչ այնուամենայնիվ ես գիտեմ, որ համարյա գրեթե բոլոր ժամանակ ամբողջությամբ իհարկե ակումբն է, լա շանսոնը գրավում է ժամանակը, որովհետև դա լուրջ աշխատանք է։ Իդեպ քանի է շաբաթական 4-5 օր։ 4-5 օր։ Իսկ բացի դրանից այնուամենայնիվ իհարկե ստեղծագործական առումով ինքդ երգում ես այնտեղ եւ կարողանում ես հա այդ գոնե ստեղծագործական մի քիչ միտեղ սպառես բայց կա էլ ինչ որ պլաններ ավելի նու համերգային թե առայժմ ժամանակ ճիշտն ասեմ չեմ մտածել բայց հենց այս 2 օրը որ հրավեր ստացա որ պետքա գայի ես սկսեցի ուսումնասիրել ես աշխատանքներ ունեմ, որոնք որ այո, դու եղար դրդապատճառը եւ աշխատանքներ ունեմ, որոնք չեմ ավարտել ու մոռացել էի ու հասկացա, որ մի քանի երգեր կան, որ դեռ չեմ ավարտել ու կարելի է։ Ես ասեմ ավելին, Նարի հետ միասին կարող է ինչ-որ համերգ այսպես լինի։ Մտածում եմ Նարին, չգիտեմ, միասին կլինի թե չէ, բայց ամենայն դեպս հերթով էլ կլինի, եթե միասին։ Այո, ես կարծում եմ շատ դու ամենայն դեպս եւ դու եւ մի խոսքով սպասում ենք, էդ է ուզում ասել։ Մի խոսքով դու կլինես առաջի շարքում ես։ Այո, ես առաջի շարքում կլինեմ, հենց մեջտեղ այսինքն նստած։ Շատ լավ։ Անչոկ ջան, եւ մեր հաղորդման ավարտին իհարկե մեր հյուրերին անպայման խնդրում ենք, որպեսզի մի փոքրիկ անակնկալ մատուցեն երկի տեսքով։ Օրինակ ինչ երկի, չէ, երկիչները երկի, դերասանները բանաստեղծության օրինակ։ Եթե օրինակ շախմատիստները շախմատ են խաղում իդեպ ունեցել են, ֆուտբոլիստները ֆուտբոլ են խաղում։ Որտեղ։ Այստեղ։ Հասկացա։ Այստեղ, այո։ Հիմա քո այո դու խոսեցիր քիչ առաջ երկացանքի շատ հրաշալի գեղեցիկ երգեր են իհարկե, բայց մի փոքրիկ մի երգ ենք ուզում անպայման որպեսզի եթե դեմ չես լինի կատարես, խոսքը երգում է եթե հոգիս քանի հոգիս գիտեր քանի հոգիս սպասում էր, հա։ Մոտավորապես ես մի քիչ գիտեր սպասել, քանի հոգիս գիտեր սպասել, ես հիշում եմ շատ լավ այդ երգը, երբ դու երգում ես, եւ շատ գեղեցիկ է։ Եվ եթե դեմ չես, անպայման կցանկանանք, որպեսզի եւս մեկ անգամ արդեն մեր հեռուստադիտողների մեր բոլորի համար կատարես այդ երգը, որովհետեւ որոշակի առումով նաեւ մեր հաղորդումը սպասված է։ Հա եւ քանի մեր հեռուստադիտողները սպասում են մեր հաղորդմանը, նրանք իհարկե սպասում են թե երբ վերջում մեր հյուրը ինչ է երգելու անի ֆուտբոլ խաղալու թե երգելու ֆուտբոլ խաղալու թե երգի մենք իհարկե փորձեցինք որպեսզի իհարկե անչոկը ժամանակին խաղալով ֆուտբոլ իհարկե կարող էր այսօր ֆուտբոլ է խաղալ դրանում ոչ մի խնդիր չկա բայց այնուամենայնիվ կարծում եմ գեղեցիկ կլինի որպեսզի երգի ես խնդրում եմ դու պատրաստվես, իսկ սիրելի հեռուստադիտողներ, մինչ անչոկը պատրաստվում է, խնդրեմ եւս մեկ անգամ ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, եթե ձեր շրջապատում դուք ունեք վնասակար խնդիր ուզում եք ձեռք ազատվել, չգիտեք ոնց, ապա պետք է իմանալ ոնց։ Պետք է գնալ 911 Detox Center, որովհետև այստեղ մասնակիցները շատ եւ շատ երկար տարիների ընթացքում օգնել են մարդկանց վերադարձնել լիարժեք կյանքի։ Հեռախոսահամարն է 409 900 Իսկ եթե ուզում եք մի հրաշալի ժամանակ անցկացնել բնության գրկում, օգտվել լողավազաններից տաք հանքային ջրով, ապա պետք է անպայման գնալ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ այդ ամենը ձեր տրամադրության տակ կլինի։ Այնպես որ զանգարեք հենց հիմա
պատվիրեք ձեր ցանկացած օր երբ կցանկանաք իհարկե եւ անպայման վայելեք այս ամենը։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Անջոկ ջան, պատրաստ ենք։ Պատրաստ եմ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հրաշալի րոպեներ, հրաշալի երաժշտություն, հրաշալի կատարում, հրաշալի երգ մեր գեղեցկուհի Անջոկի կատարմամբ։ Այս պահին միասին լսում ենք քանի հոգիս գիտի սպասել։ Լսենք, վայելենք։ Միկրոֆոններին ձեր ջեն ողջունել։ Զարթնել եմ ես չկաս կողքին, փնտրում եք քեզ իմ խեղճ հոգին, ուր գնացիր, ում սիրեցիր, անմիտ իմ սիրտը կոտրեցիր, եթե ուզում ես հուշ դառնալ, կուզեմ քնից իմ չարթնանալ, եթե ուզում ես հուշ դառնալ, կուզեմ քնից իմ չարթնանալ, քանի հոգիս գիտես մասել, դեր սիրտը իմ գիտես սիրել, մի բադուկ անգար ետ նայիր, կեզ կներեմ միայն արի, հոգուտ խորքերն եմ ես ուզվում, և ինձ այնտեղ էլ չեմ տեսնում, հիմա ուրիշն է քո սրտում, և հույսն է իմ վերջին մարում։ Իմիջայրով կենտրանի հնչողությունը, նվագակցությունը, կենտրանի համերգից կգա մի օր սիրտը թանձած, ողջ կյանք տալու է քեզ մի համ, ինչու քո սերը կորցրեցիր, անմիտ իմ սիրտը այրեցիր, քեզ մնացին միայն ուշեր, և քեզ կանչող սիրո խոսքեր, քեզ թողեցի սիրո ուշեր, և քեզ կանչող սիրո խոսքեր, քանի հոգիս գիտես մասել, դեր սիրտը իմ գիտես սիրել, մի պատուկ անգար ետ նայիր, քեզ կներեմ միայն արի, հոգուտ խորքերն եմ ես ուզվում, և ինձ այնտեղ էլ չեմ տեսնում, հիմա ուրիշն է քո սրտում, և հույսն է իմ վերջին
Անչոք ջան, բրավո։ Շնորհակալ եմ անչափ քեզ այս հրաշալի րոպեների համար, շնորհակալ եմ անչափ հրավերքս չմերժելու համար եւ հրաշալի երեկոյի համար, որ մենք միասին անցկացրեցինք։ Շնորհակալ եմ։ Նորանոր հաջողություններ քեզ նոր։ Դու չմոռանաս, որ համերգին առաջի շարքում, այո, ես արդեն պատրաստվում եմ, դու էլ չմոռանաս, որ այդ ամեն ինչը հետո DVD-ով նայենք իրար հետ։ DVD-ն ընդեղ։ Շատ լավ։ Շնորհակալություն Անչոկին, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք արդեն կհանդիպենք ինչպես միշտ 5 շաբթի երեկոյան 22:30 AMJ հեռուստաընկերության ուղի եթերում, այնպես որ առողջ եղեք, մի քիչ զինվեք համբերությամբ եւ մենք անպայման շատ շուտով կհանդիպենք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, ձեր անմոռանալի հանգիստը Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ, բացօթյա եւ փակ լողավազաններ, ջեկուզի, հանքային տաք բուժիչ ջուր, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան եւ խոհանոց։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։